Հետո ինչ պարզեցինք, ինչ չկա արձագանք, որովհետև այդ ծավալները գյուղատնտեսության մեջ ձեռնտու չեն։ Նույնիսկ աջակցությամբ ոչ մեկ չի ուզում այդքան ներդրում անի, եթե նույնիսկ տեքստով կարդում ես, ասում ես, վայ, ինչ հրաշք ծրագիր են կարել, բայց գետնի վրա այդպես չի։ Բայց ես ուզում եմ հակառակն էլ ասեմ։ Այսօր տեսեք, մենք գնում ենք տարբեր ինտենսիվ բաներ, ինտենսիվ ջերմոցներ, ինտենսիվ տնտեսություններ եւ այլն, իհարկե մարդիկ աշխատում են իրանց շահույթի համար եւ նորմալ է, մարդը պետք է աշխատի իր շահույթի համար եւ զուգահեռ պետք է հարկեր գեներացվի, բայց այդ process-ը փոխում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ process-ը փոխում է Հայաստանի Հանրապետությունը, մեր պատկերացումը գյուղատնտեսության մասին, մեր պատկերացումը տնտեսության մասին, մեր պատկերացումը բիզնեսի մասին, մեր պատկերացումը աշխատանքի մասին եւ մեր պատկերացումը կյանքի մասին ընդհանրապես։ Որովհետեւ ուրիշ բան է եւ ես կարծում եմ, որ այնտեղ որտեղ իրական տնտեսության մասին է խոսքը, այնտեղ որտեղ իրական տնտեսության մասին է խոսքը, որովհետեւ ցավոք մենք երբեմն fake նախագծերի հետ ենք առերեսվում, հետո դառնում է քրեական գործ եւ այլն, որը մեզ ամենևին հաճելի չի։ Այնտեղ որտեղ գնում է իրական տնտեսության մասին, իրական գործունեության մասին, մենք պետք է աջակցենք այդ մարդկանց։ Էլ չեմ ասում, որ իրաց աշխատանքի արդյունքում, եթե կարճաժամկետում, միջնաժամկետում ոչ, երկարաժամկետում մեր ծախսած փողը հետա գալիս դեռ մի բան էլ ավելի։ Եվ այսքան խոսում ենք նաև կրթության մասին, եւ այդ նաև կրթական process է, որովհետև գյուղատնտեսության մասին մեր պատկերացումն է նա, որ մարդը կռացած, ձեռքերը ճաքած եւ ասենք իր տարիքից մի 30 տարի ավել ծերացած մարդ։ Ոչ, այդպես չի։ Այսօր այդ տնտեսություններ ենք մտնում սկսած նրանից, թե աշխատողները ինչ պայմաններում են սնվում, էական չի տնից են բերում, թե այնտեղ տեղում պատրաստվում է։ Այսինքն այս ամեն ինչը հաշիվ է, չէ՞։ Այս ամեն ինչը հաշիվ է։ Եվ մենք պետք է գնանք միանշանակ աջակցության ճանապարհով, որովհետև եթե մենք մեր բանի թղթային կարգավորումներով նայենք, մեր ամենաիդեալական որոշումները կյանքում ոչ մի էֆեկտ չեն ունենում։ Իրանք կարանք սենց ոսկե ջրած ռամկա մեջ գցենք ու սենց պատին կախենք։ Եվ հետո ասենք հələ տեսեք ինչ լավ է ձևակերպված, չէ, ինչ ոսկեղենիկ հայերենով գրած է, բայց կյանքում դա բան փոխում է թե չէ։ Մենք պետք է գնանք կյանքի հետևից, կյանքի այն ինչ որ իրական պահանջ ունի, բայց մեր ստանդարտներով պետք է ծախսերը լինեն անկանխիկ միանշանակ։ Ոչ մեկ չի կարող գա ասի հորս արև 1 միլիարդ ներդրում եմ արել։ Այդ 1 միլիարդ ներդրումը իմ պահանջն է։ Որ պահին ես ուզեցի ասի բերեք այդ 1 միլիարդ ներդրումը, բանկային համակարգով այդ դրամի շրջանառությունը ցույց տվեք, պետք է հատիկ ու ոչ պլյուս մինուս կարող լինի 500,000 դրամ 1 միլիոն, այդ 1 միլիարդի մեջ։ Եթե որևէ տեղով այս հաշվարկը չեղավ, ուրեմն խնդրեմ կա։ Մնացած դեպքերում մենք աշխատող մարդկանց պետք է բան անենք, աջակցենք։ Աշխատող մարդկանց պետք է աջակցենք։ Այո, ես համաձայն եմ վերին շեմերը հանելու, բայց այդտեղ էլ պետք է ուշադիր լինենք, հանկարծ բաների մեջ չընկնենք, ծայրահեղությունների մեջ չընկնենք։ Էլի վերին շեմը ասելով մենք պետք է կրկնապատկման, եռապատկման ճանապարհով գնանք, բայց մենք հազարապատկման ճանապարհով պետք է չգնանք, նախ դրանից ոչ մեկ չի էլ օգտվելու։ Երկրորդը, եթե ինչ-որ մեկը հանկարծ ուզի օգտվի, անիմաստ դա մենք էլ ենք անհանգստանալու, թե այս ինչա ինչի համար։ Այսինքն մենք մեր աճերը պետք է մեր բազայի հիման վրա անենք, հա կարող ենք կրկնապատ 1000 գլուխ է լավ է, 5000 գլուխը լավ է։ Եվ մենք պետք է գնանք այս ճանապարհով չվախենանք, որովհետև մարդիկ աշխատում են եւ դրանով ասում են փոխում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես հիշում եմ, կներեք, ես հիշում եմ նույնիսկ 2018 թվականին, 19 թվականին, երբ որ ինտենսիվ այգիներ էին գնում, ինչ էր նշանակում, ինչպիսին էին այդ ուրիշ բան ես կարող եմ ասեմ։ Ես 19 թվականին, նույնիսկ 21 թվականին ինչքան ինտենսիվ այգի գնացել եմ, ես հատուկ հետաքրքրվել եմ։ Ասել եմ, բա ով է ձեր ագրոնոմը, ուր է ձեր ագրոնոմը, ասել են Իտալիայում է մեր ագրոնոմը, Հոլանդիայում է, դե մենք իրան ժամ պետք է վերցնենք, որ իր հետ կապի մեջ լինենք, ել չեմ ասում, որ ինքը գա, դա այսօր ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, երիտասարդներ, ովքեր մենք ենք կառավարության նիստում քանի անգամ եմ ես այդ այցերի արդյունքում ասել, սիրելի երիտասարդներ, սենց աշխատատեղ կա, ժամում 700 եվրով են աշխատում եւ այլն,
Այսօր ես գնում եմ տեսնում եմ արդեն տեխնոլոգները, գյուղատնտեսները մեր երկրի քաղաքացիներն են Հայաստանում կրթություն ստացած, իհարկե իրանց վրա աշխատող մարդիկ։ Էս ինչ արժի։ Ով ունի սրա թվային գնահատումը։ Սա կներեք 1 միլիարդ էլա, 2 միլիարդ էլա, 10 միլիարդ էլա, որովհետև երկիրը ունենա հեսա նոր բանը, դա նույն ճանապարհն է, ինչ հիմա ավիացիայի մասին ենք ասում, նույնը գյուղատնտեսության ինտենսիվ այգեգործության ոլորտում է եղել։ Իսկ այսօր մենք ունենք մարդիկ, ովքեր վստահ են իրանց վրա եւ իրանց ուսերին տանում են։ Եվ համոզված են բարձր աշխատավարձ են ստանում։ Եվ պետք է մենք բան անենք, գնանք այդ ստանդարտ կանոնների մեջ որ տեղավորվենք, այդ ստանդարտ կանոնները տեղավորվելով առաջ չենք գնա։ Այնտեղ որտեղ մենք պետք է ստանդարտներ սահմանենք, բայց մեր ստանդարտի մեջ ճկունությունը պետք է լինի պարտադիր պայման, որովհետև ցանկացած բան այսօրվա կյանքը ամեն օր փոխվում է, ամեն օր։ Ինչ որ մենք դրեցինք կլիշեի մեջ, այդ նշանակում է հետ մնացինք արդեն, որովհետև այսօրվա կլիշեն վաղը արդեն գոյություն չունի։ Եվ հետևաբար ես աջակցում եմ, այո, ով ուզում է աշխատի, պետք է աջակցել։ Էլի եմ ասում, պետք է լինի ստուգելի, հետագծելի եւ ֆեյքը պետք է բացառվի։ Այսքան բան։ Մնացած մասով աջակցենք։ Ով ուզում է ինտենսիվ այգի դնի, պետք է կողքը, հա, այդքան խոսում ենք հողերի խոշորացման մասին։ Պետական մարմին ենք ստեղծում, խորհրդակցություններ ենք անում, ենք անում, վերջում գնում ենք ասում խոշորացրինք։ Այո, զեկույցներ հոյակապ արդյունք ենք ունեցի, 3 հեկտար հող խոշորացրել ենք, բայց այս մարդիկ գնում ես տերում ես 60 են խոշորացրել, 100 են խոշորացրել, 80 են խոշորացրել, որովհետև իրանք իրական կյանքի մեջ են, որովհետև նախ իրանք ռիսկով աշխատում են եւ պետական պաշտոնյայի կաշկանդվածությունները չունեն եւ մարդկանց հետ էլ կարողանում են շփվել